Բարև ձեզ հարգելի հեռուստադիտողներ, մենք շարունակում ենք կարևորագույն թեմաների քննարկումները Պոլիտիկայի մեթերում, ձեզ հետ է մեզ Բորիս Մուրազես, այսօր խոսելու ենք Գյումրու ընտրություններից եւ այդ ընտրություններից հետո ձևավորված քաղաքական իրավիճակից, ընտրությունները ինքնին հետաքրքիր էին ոչ միայն նրանով, որ պարտվեց քաղաքացիական պայմանագիրը, պարտվեց Նիկոլ Փաշինյանը, պարտվեց ամբողջ վարչական ռեսուրս կիրառող այս իշխանությունները, այլև ձևավորվեց մի մթնոլորտ, որտեղ ընդդիմադիր դաշտում էլ որոշակի պարզաջրումներ տեղի ունեցան։ Դու գիտեք, որ ընտրության արդյունքներով գոնե ընդդիմադիր հանդես եկող ուժերը բոլորը միասին հավաքեցին ավելի քան 52%, ընտրության հաջորդ իսկ օրը առաջինը Մայր Հայաստան դաշինքը հայտարարեց, որ պատրաստ է իր ձայները տալ առաջին տեղը զբաղեցրած ընդդիմադիր ուժին առանց որևէ պաշտոնի ակնկալիքի եւ հետագայում էլ այս դաշինքի ներկայացուցիչները հստակորեն ցույց տվեցին, որ որևէ պաշտոնի առևտրի մեջ չեն մտնում, ակնկալիք չունեն, չեն սպասում քաղաքապետարան որևէ պաշտոն ստանալու այսպես հերթի, հա։ Եվ հետո հայտարարություն արեց նաեւ Ռուբեն Մխիթարյանը, այս օրերին ամենաշատ քննարկված հարցն այն էր, թե ինչ դիրքորոշում ունի Մարտուն Գրիգորյանը։ Հիշեցնեմ, որ Մարտուն Գրիգորյանը ազգային ժողովի պատիվ ունեմ խմբակցության падգամավոր է, այս խմբակցությունը ձևավորվել է 2021 թվականին ընտրությունների արդյունքում եւ դաշինքը ձևավորված էր հայրենիք եւ հանրապետական կուսակցությունների այսպես համագործակցության արդյունքում եւ հայրենիք կուսակցության այս դաշինքից դուրս գալուց հետո Պաստորեն սա նաև հանրապետականներն են փաստել, սա հանրապետականների ֆրակցիան է։ Եվ քանի դեռ Մարտուն Գրիգորյանը շարունակում է մնալ այդ ֆրակցիայի անդամ, ինքը չի կարող չասոցացվել հանրապետական կուսակցության հետ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի հետ։ Հատկապես որ այս օրերին, երբ Մարտուն Գրիգորյանը կասկածելի ձևով լռում էր եւ հանրության հազարավոր անդամներ ակտիվ քաղաքացիներ մեղադրական հարցեր էին հնչեցնում, Մարտուն Գրիգորյանին ամենաակտիվ աջակցող շրջանակը դա Սերժ Սարգսյանի քարոզչական շրջանակներն էին։ Ի վերջո, հանրության ճնշմամբ Մարտուն Գրիգորյանը արեց հայտարարություն, որի մի քանի մասը ես կառանձնացնեմ, ուրեմն Մարտուն Գրիգորյանը նախ ընդունեց, որ ստիպված է եղել այս որոշումը կայացնել։ Հիմա ես այդ հատվածը կընթերցեմ, այո, ասում է իսկ հիմա այս երկու թիմերի շտապողականության եւ իրենց կայացած որոշման պատճառով ես ստիպված եմ կայացնել մի այնպիսի որոշում, որին սկզբունքորեն դեմ ենք եղել բոլորս, սա գյումրեցիներին է ասում։ Եվ հետո ավելացնում է, որ ժողովրդի ճնշմամբ է գնում այս որոշմանը։ Սա կարևոր է արձանագրել, որովհետև շատերը այդ օրերին ասում էին, դե սպասեք, ինչու եք շտապում, Մարտին Գրիգորյանը իհարկե ընդդիմությանն է աջակցելու, ինչպես տեսակ ինքն իր հայտարարությամբ ընդունում է, որ նախ ստիպված է գնացել այս որոշմանը, երկրորդը իրեն ստիպել է գնալ այս որոշմանը ժողովուրդ, այսինքն այն հանրային ճնշումը, որը կար, եւ լավ էր, որ այդ հանրային ճնշումը կար։ Սա կարևոր ինդիկատորներից մեկն է, ընդ որում, որը կուզեի քննարկեի միասին ընտրություններից հետո, դա այն էր, որ Պաստորեն հանրային ճնշումը աշխատում է եւ այս պարագայում եւս ցույց տվեց, որ ընդդիմադիր հանդես եկող ուժերին էականորեն կարող է հարված հասցնել հանրային ճնշումը եւ դրանց ստիպել կայացնել որոշումներ։ Էնպես որ սա լավ դաս է համապետական հերթական կամ արդարետ ընտրություններից առաջ, ժողովուրդը պիտի գիտակցի իր ուժը եւ ցանկացած պարագայում դնի սկզբունքներ եւ այն քաղաքական միավորները, որոնք կփորձեն դուրս գալ այս սկզբունքներից, միանշանակ պետք է դառնան օրինական թիրախ հանրության համար։ Ուրեմն հայտարարությունը ինչպես տեսակ հայտարարության մեջ նաև ուղիղ ասում էր, որ ինքը կտա պակասող ձայներ Վարդան Ղուկասյանի քաղաքապետությանը։ Կուզեմ առանձին դրվագով անդրադառնալ Վարդան Ղուկասյանին, որովհետև այս շրջանակները իշխանությունները Վարդան Ղուկասյանին ներկայացնում են որպես ընդդիմության միասնական թեկնածու կամ ուր որ է ընդդիմության առաջնորդ, որը պիտի Երևան գա ինչ-որ պրոցեսներ տան, այդպիսի որևէ մտահոգություն, որևէ հարց երբևէ չի քննարկվել։ Ինձ համար գոնե այնտեղ թեկնածու եղել Կարեն Սիմոնյանը,
Մայրաստանի ներկայացուցիչ, բայց հազարավոր այլ քաղաքացիների համար էլ ովքեր անգամ քվեարկել են Վարդան Ղուկասյանին, Վարդան Ղուկասյանը եղել է ընդդեմ այս իշխանությունների հանդես գալու միջոց։ Եվ ընդդիմությունն էլ, օրինակ Մայրաստանը վստահ եմ նաև Ռուբեն Մխիթարյանը ոչ թե ձայն են տալիս Վարդան Ղուկասյանին, որտեղ Վարդան Ղուկասյանը հրաշալի քաղաքապետ է եղել կամ խոստանում է հրաշալի քաղաքապետ լինել։ Իհարկե, բայց պետք է վերահասկեն, որ հիմա կասեմ, որ նախորդ շրջանի խնդիրները չկրկնվեն։ Այլ իրավիճակից ելնելով, գյումրեցիների ընտրության արդյունքներից ելնելով, մարդիկ ասել են, որ ամենաշատ ձայները ստացած տեխնացուն պիտի քվեարկեն։ Ուրիշ տրամաբանություն չէր կարող լինել, ամենաբոյով տեխնացուին ընտրենք, կապուտ աչքեր ունեցող, չգիտեմ, թրաշ ունեցող, քյաչալ, կոլոտ, հա, դրանք այդ կրիտերիաները չեն կարող աշխատել։ Ընտրություններից հետո կարող է աշխատել մի կրիտերիա, մի պահանջ, թե ով է ամենաշատ ձայները ստացել, եւ նրանք կամ միանում են, կամ մարդիկ չեն միանում։ Ուրիշ տրամաբանություն չի կարող լինել։ Քաղաքական ուժերի այս հայտարարությունները եւ դիրքորոշումը եւ հանրության ճնշումը, որը ստիպեց գոնե Մարտուն Գրիգորյանին հրապարակային նման հայտարարություն անել, չմնաց հիմա ոնց հասկանում եմ փորձում են հետ քայլ անել։ Եվ դա էլ կասեմ, ինչի եմ այդպես կարծում։ Սա Վարդան Ղուկասյանի նոր իրավիճակի առաջ են դնում։ Ինքը իրավունք չունի գործելու այն սխալները, որոնք նախկինում գործել է։ Իսկ մարդը սխալական է, ինչպես Վարդան Ղուկասյանն է ասում, հատկապես բազմամեղը, պարոն Ղուկասյանը։ Եվ այդ սխալները ինչու իրավունք չունի կրկնելու, որովհետև ի վերջո քաղաքական մթնոլորտն այնպիսին է, որ ինքը ստացել է այլ ուժերի աջակցություն, եւ այս ուժերը եւս պիտի հետեւողական լինեն, որպեսզի նման սխալներ չկրկնվեն, որովհետև դա կարող է վերագրվել ամբողջ ընդդիմության։ Իսկ եթե լինեն սխալներ, որովհետև չի կարող մարդը երաշխիք ունենալ մի այլ մարդու վերաբերյալ, այսինքն որ այս մարդը երբեք սխալ չի անի, այդպիսի մարդ չի կարող լինել։ Բայց քաղաքական ուժերը պիտի անեն հետևություններ հնարավոր սխալների դեպքում եւ կայացնեն որոշումներ։ Ուրիշ մեխանիզմ չկա քաղաքական process-ներին մասնակցելու, դիրքորոշումներն կամ քայլ անելու։ Հիմա ինչու եմ ես կարծում, որ Մարտուն Գրիգորյանի թիմը փորձում է հետ քայլ անել իր այս հայտարարությունից։ Ուրեմն երեք հանրային հեռուստաընկերության եթերում բանավեճ էր, եւ այդ բանավեճին մասնակցում են նաեւ մեր քաղաքը դաշինքի, Մարտուն Գրիգորյանին առաջադրած դաշինքի կուսակցություններից մեկի Միասնական Հայաստան, եթե ճիշտ եմ հիշում կուսակցության անունը, ամեն դեպքում Երվանդ Թարվերդյանը, կուսակցության ղեկավարը։ Եվ Երվանդ Թարվերդյանը փաստորեն Մարտուն Գրիգորյանի անունից, որտեղ այդ դաշինքի ներկայացուցիչն է, կուսակցության ղեկավարն է, հետ քայլ անելու առաջարկ է հնչեցնում, ավելին շատ կասկածելի առաջարկ, ընդ որում առաջարկն անում է քաղաքացիական պայմանագրին, որ եկեք դուք տեխնացու մի առաջադրեք, եթե չեք ուզում Վարդան Ղուկասյանը լինի, մենք էլ կառաջադրենք Մարտուն Գրիգորյանին եւ կպնել կընտրի Մարտուն Գրիգորյանին ու կդարձնենք քաղաքապետ։ Հիմա խնդրեմ այդ հատվածը նայենք եւ շարունակենք։ Եմ որ եթե իշխանությունները անեն խոհեմ քայլ, ինչ անեն։ Ասեցի ես, նկարագրեցի։ Դա ինչ կփոխի։ Ասեմ ձեզ։ Ասեք։ Դա ամբողջ ավականին կընտրի քաղաքապետ, այլ ոչ թե ընդդիմադիր դաշտ քաղաքապետարանի։ Եվ կլինի արդար քաղաքապետ Գյումրիում։ Թող իշխանությունը ընտրություն անի ընդդիմության մեջ եւ հայտնի, որ ինքը իր պարտությունը ընդունում է։ Հիմա արդար չի լինելու, որ դուք ձեր ձայնը տալիս եք։ Արդարությունը ո՞րն է։ Դուք Կարող եք ասեցիք, դուք նկարագրել։ Մենք ապահովելու ենք ընդդիմադիր քաղաքապետի ընտրումը, ընտրվելը, այսինքն չենք տանելու նոր ընտրությունների։ Քաղաքը մտավախություն Երվանդ Թարվերդյան ընդհանրապես ոչ մի արդյունք չունի։ Չառաջադրվի քաղաքացիական պայմանագիրը, որ առաջադրվի գուցե ընդդիմությունը իրեն ընտրի, հա, ինչն է խնդիրը։ Ընտրությանը մասնակցել են 9 քաղաքական ուժեր։ Այդ քաղաքական ուժերից իշխանամետ եւս 2 ուժ պարտություն են կրել։ Մենք գիտենք, դրանք անգամ շեմը չեն հատել։ Կա 5 քաղաքական ուժ, որոնք ներկայացնելու են ավականիները։ Իմ առաջարկը ամենաարդար եւ օբյեկտիվ, որ կա 4 ուժ ընդդիմադիր եւ 1 ուժ իշխանական։ Իշխանական ուժը ընդունելով իր պարտությունը չի առաջադրում քաղաքապետի տեխնացու։ Հետագայում ներկայացված տեխնացուները ամբողջ ավականու կողմից, այսինքն այն գյումրեցին, որը իր ձայնը տվել է ավականու այլ անդամներին, նրանք նույնպես իրենց ավականների միջոցով
Կլինի արդար որոշում Պետրոս։ Այսինքն այդ դեպքում ամենաարդար Վարդան Ղուկասյանին ձայն չի տա, հարց ամենաօբյեկտիվ տվեցին։ այդ դեպքում Մարտուն Գրիգորյանը նույնպես կներկայանա որպես քաղաքապետի տեխնացու։ Եվ ամբողջ ավականին կընտրի քաղաքապետ։ Բայց այդ ամբողջ ավականու անդամները այն երկու ֆրակցիան արդեն հայտարարել են, որ սատարում են Վարդան Ղուկասյանին։ Գիտեք, թող հայտարարեն։ Արդեն Ընտրության հայտարարել են։ արդյունքը սա քաղաքականություն է։ Լուրջ։ Այո։ Հետաքրքիր Պարոն բացահայտում։ Հարվարդյան, չառաջադրի քաղաքացիական պայմանագիրը չի առաջադրում է Վարդան Ղուկասյան օրինակ եւ Մարտուն Գրիգորյանը եւ դուք ակնկալում եք, որ օրինակ քաղաքացիական պայմանագիրը Մարտուն Գրիգորյանին ընտրի։ Մի Դուք տեսաք, արգելի հեռուստատիտողներ, սա Երվանդ Թարվերդյանի առաջարկն էր։ Երվանդ Թարվերդյանը հիշեցնում եմ, Արտուր Վանեցյանի ղեկավարած կուսակցության հետ կազմել է դաշինք եւ այդ դաշինքը առաջադրել է Մարտուն Գրիգորյանին Գյումրիում որպես քաղաքապետի տեխնացու։ Սա ակնհայտ գործարքի առաջարկ է քաղաքացիական պայմանագրին։ Ես հիշեցնեմ, որ նման մի գործարքի մասին խոսել էր նախկին ԿՊԱ-ական Հովիկ Աղազարյանը, ասելով, որ կառաջադրվի Մարտուն Գրիգորյանը եւ քաղաքացիական պայմանագիրը նրան կողմ կքվեարկի։ Սա իհարկե ընդդիմության միասնականության մասին միֆը կքանդի, բայց մյուս կողմից էլ վստահ եմ քաղաքական դաշտի եւ ընդդիմադիր հատվածը առողջացնող գործընթաց է։ Ես միանշանակ ողջունում եմ Երվանդ Թարվերդյանի նախաձեռնությունը, որովհետեւ այս նախաձեռնությունը հնարավորություն կտա իմանալու ով է։ Հանրապետական կուսակցությունը Սերժ Սարգսյանը չեն կարողանա խուսափել պատասխանատվությունից, ցավոք սրտի նաև Արտուր Վանեցյանը չի կարող խուսափել պատասխանատվությունից, եթե շարունակում են մնալ Մարտուն Գրիգորյանի կողքին, որովհետև գիտեք ինչ, շատ հետաքրքիր տրյուկ են, հնարք են անում հանրապետական կուսակցության Սերժ Սարգսյանի թիմակիցները։ Եթե որևէ մեկը, որևէ երրորդ մարդու հետ, չորրորդ մարդու հետ 15 տարի առաջ ունեցել է լուսանկար, չգիտեմ, անգամ միասին մի հատ ինքնաթիռ կամ ավտոբուս են նստել, նրանք միանշանակ իրար հետ կապ ունեն։ Բայց պարզվում է իրաց ֆրակցիայի անդամ հետ իրենք կապ չունեն։ Իսկ իրականությունը այն է, որ լավ էլ կապ ունեն։ Եթե մարդը շարունակում է մնալ ձեր ֆրակցիայի անդամ, դուք շարունակում եք կրել պատասխանատվություն։ Սա էլ չեղավ Իշխան Զաքարյանի պատմությունը, որ պարզվեց ինչ որ որևէ մեկը ազդեցություն չունի, իբր ազդեցություն չունի։ Մարտուն Գրիգորյանի դեպքում դուք ֆրակցիայի մեծամասնություն եք հանրապետականներ, դուք կարող եք քվեարկել եւ հայտարարությամբ ֆրակցիայից հեռացնել։ Եթե չեք հեռացնում, ուրեմն հաշտեք այս ամեն ինչի հետ։ Ուրեմն այս գործարքը նաեւ արվում է ձեր անունից։ Եվ քանի որ ձեր քաղաքական պատասխանատվությունը ավելի մեծ է, դա ձեր խմբակցության падգամավորն է, ուրեմն ավելի շատ պատասխանատվություն դուք պիտի կրեք։ Երվանդ Թարվերդյանը այո նաև ձեր անունից է առաջարկալում քաղաքացիական պայմանագրին գործարք։ Լավ է թե վատ է, դուք դա պիտի գնահատեք։ Կարող է դուք եք ողջունում այդ գործարքը։ Հասարակության համար միանշանակ լավ է, հնարավորություն կստանանք իրերը բառացիորեն կոչել իրենց անուններով։ Հնարավորություն կունենանք նաև իրականությունը տեսնել, ի վերջո հասկանալի է, որ շատ հարցերում ԿՊ-ն ու Հանրապետականը եւ Սերժ Սարգսյանի թիմը միասնական են։ Հիմա ակտարու հրապարակային կտեսնենք փաստորեն ձեր միասնական տեխնացուին Գյումրիում եւ լավ էլ կլինի, որ ինքը ընտրվի, դա կլինի ապագա արտահերթ կամ հերթական համապետական ընտրություններից հետո ձեր միասնականության խորհրդանիշը եւ ընդհանրապես կարելի է մտածել նաեւ, որ խորհրդանական ընտրություններին դուք մեկ ցուցակով մասնակցեք, որ մարդիկ էլ շփոթի առիթ չունենան։ Այնպես որ Գյումրու ընտրությունները համապետական ընտրություններից առաջ շատ կարևոր գործընթաց էին։ Ես չեմ բացառում, գիտեք, նաև այսպես ամեն ինչ իմանալու մոլուցքով չեմ տարապում, չեմ կարող բացառում, որ Երվանդ Թարվերդյանը իր անունից ասենք հայտարարություն արել կամ հայտարարություն արել, որի հետ Մարտուն Գրիգորյանը համաձայն չի։ Բայց եթե Մարտուն Գրիգորյանը, Հանրապետական կուսակցությունը, Արտուր Վանեցյանը համաձայն չեն այս հայտարարության հետ, երեկվանից անցել արդեն գրեթե 12-13 ժամ, վստահաբար հայտարարություններով հանդես կգային։ Եթե լռում են, ուրեմն իրենց անունից է նաև առաջարկ արվել։ Եվ իրենք համաձայն են այս առաջարկի հետ։ Ահա այսքանը արգելի հեռուստատիտողներ, եւ մենք արձանագրեցինք մի բան, որ Գյումրիում քաղաքացիական պայմանագիրը Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ ջախջախվել է, որ Գյումրիում կա հնարավորություն ունենալ ընդդիմադիր քաղաքապետ, որ այո, Վարդան Ղուկասյանը շատերի երազած քաղաքապետը չէ, այդ թվում նաև իմ, եւ ընդդիմությունը
ելնելով իրողություններից քաղաքացիների ընտրելու հանգամանքից, հա, փաստից, որ ամենաշատ ձայնը ընդդիմության դաշտից ինքն է ստացել, համաձայնել է կողմ քվեարկել իրեն, նաև փաստեցին, որ ընդդիմությունը եւ Վարդան Ղուկասյանն է պատասխանատվություն կրում եւ պիտի ավելի պատասխանատու մուտենա քաղաքապետությանը, եթե դառնայի վերջ քաղաքապետ, որտեղ տեսնում ենք ուրիշ առաջարկներ կան, եւ ընդդիմությունը պետք է ավելի աչալուրջ լինի եւ ցանկացած սխալի, ցանկացած ոչ ճիշտ որոշման մասով առաջին իրենք պիտի խոսան, չթողնեն, որ իշխանությունը դրա վրա դիվիդենտներ քաղի, իսկ եթե անհամապատասխանություն լինի, կարող են որոշումներ կայացնել, արդեն քաղաքական ուժերի խնդիրն է։ Արձանագրեցինք, որ կա նաև ընդդիմության դաշտում պարզաջրման կարիք, Մարտուն Գրիգորյան դրան մի չափ նպաստեց, հետո հայտարարությամբ հետ կանգնեց, հիմա կարծեք թե Երևան Թարվերջան հետ է վերադարձնում եւ նորից ակտիվացնում է խոսակցությունները եւ առաջարկում է քաղաքացիական պայմանագրին համատեղ տեխնացու ունենալ, այն է Մարտուն Գրիգորյանը եւ քվեարկել Մարտուն Գրիգորյանի օգտին։ Արձանագրեցինք, որ նաև այս հայտարարությունից անցել է 10-12 ժամ, Մարտուն Գրիգորյանի ֆրակցիայի ներկայացուցիչները Հանրապետական կուսակցությունը, Սերժ Սարգսյան թիմակիցները ձայն չեն հանել, այդ դաշին մեր քաղաքադաշինք մաս կազմող հայրենի կուսակցությունից դեռ ձայն չեն հանել։ Սա էլ խոսում է այն մասին, առնվազն, որ իրանք դեմ չեն նման գործարքի, եթե չասեմ իրենք են անում այդ գործարքի առաջարկը։ Այսքանը լավ մնացեք, կհանդիպենք։ Thank you.